Ողջույն սիրելի ընկերներ։ Դուք դիտում եք The Armenian Response-ը նախագիծ, որը նվիրված է հայոց պատմության նշանակալից իրադարձություններին եւ իհարկե այս պատմությունը կերտած մարդկանց։ Որոշեցինք այս թողարկումը նվիրել Նեմեսիս գործողությանը։ Նեմեսիս գործողությունը, որը կրում է հին հունական հատուցում Աստվածուհու անունը, վրեժխնդիր աշխատանք է։ Հայերի կողմից եւ առաջադիմություն կուսակցության առաջնորդներին, ովքեր պատասխանատու էին ցեղասպանության համար, որը սպանեց մոտ 1.5 միլիոն հայերի։ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան 1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրով ճանաչեցին Թուրքիայի քաղաքականությունը հայերի դեմ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ։ Սակայն հայ ժողովրդի ողբերգությանը համաշխարհային հանրության կողմից լուրջ արձագանք չեղավ։ Թուրքիան պարտվում է առաջին համաշխարհային պատերազմում։ Երիտուրքերի ղեկավարներին Կոստանդնուպոլսից գերմանական նավով տարան Գերմանիա։ Օսմանյան կայսրության հրամանագրով Միություն եւ առաջադիմություն կուսակցության առաջնորդները եւ թուրքական կառավարության գլխավոր գործիչները Թալիաթը, Էնվերը, Նազիմը, Ջիմալը, Բիհայդինը, Շաքիրը եւ այլ դատվել են Թուրքիային պատերազմի մեջ ներգրավելու, տեղահանություններ կազմակերպելու եւ հայոց ցեղասպանության մեղադրանքով եւ հերակա դատապարտվել մահվան։ 1919-ի սեպտեմբերին դեպ ճաշնակցություն կուսակցության հաջորդ 900 թաղկումարում նա քննարկվել 1915-ի կազմակերպելու մեջ մեղավոր թուրք առաջնորդներին, ինչպես նաև Բաքվի Շուշայում հայերի ջարդին մասնակցած Ադրբեջանի ղեկավարներին ֆիզիկապես ոչնչացնելու գործողությունների իրականացման հիմնական հարցը։ Գործողությունն իրականացնելու համար ստեղծվել է պատասխանատու մարմին, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության բանագնաց Արմեն Գարոյի գլխավորությամբ։ Գործողությունը մանրակի ծրագրված եւ նախապատրաստված է։ Նա շատ կոնկրետ նպատակ էր հետապնդում հատուցում պահանջել։ Գործողության իրականացմանը խթանեցին նաեւ հայերի համար Փարիզի խաղաղության կոնֆերանսի անբարենպաստ ընթացքը եւ իհարկե 2021 թվականի հոկտեմբերին Կարսի պայմանագրի ստորագրումը, որի արդյունքում Կարս, Սուրմալու եւ Արդողան քաղաքները անցան Թուրքիային։ Արարատ լեռը նույնպես հայտնվել է Թուրքիայի տարածքում։ Նեմեսիս գործողության նախաձեռնողը Հակոբ Տերակոպյանն էր, ով առավել հայտնի է Շան Նատալի կեղծանունով։ Տերը Հակոբյանի հայրը եւ բազմաթիվ հարազատներ զոհվել են Աբդուլգամիդովի ջարդերի ժամանակ։ Ավելի ուշ Տերակոպյանը գրել է իր որոշման պատճառների մասին մեջբերումը։ Ես շատ բան եմ տեսել իմ ժամանակներում, այդ թվում լսել աշխարհի խորհուրդներն այն մասին, թե որն է ճիշտ ձևը, որով հայերը վրեժխնդիր լինեն 1.5 միլիոն անմեղ հայրենակիցների եւ իրենց կորցրած հայրենիքի համար։ Դուք ընդհանրապես ուսումնասիրել եք այն։ Առաջադեմ մարդկության բաղադրատոմսը լիակատար ամնեզիայի ախտորոշման էր նման։ Մեզ խորհուրդ տվեցին մոռանալ ամեն ինչ, մորթված ծնողներին, քույրերին, երեխաներին, վերջապես մեր հայրենիքը, որպեսզի կարողանանք քաղաքակիրթ հաշվեհարդար տեսնել ուրիշի անվան տակ թաքնված դահիճից։ Խորհուրդը անշուշտ շատ իմաստուն է հատկապես, երբ այն տրվում է արյունոտ զոհին։ Գործողության երկրորդ անմիջական ղեկավարը Գրիգոր Միրջանովն էր։ Օպերատիվ շտաբի հիմնական իրազեկող Հրաչ Փափազյանն էր, ով թուրք ուսանողի քողի տակ կարողացավ երիտուրք գաղթականների մեջ յուրային դառնալ։ Առաջին քայլը 650 հոգուց բաղկացած ցուցակ կազմելն էր, ովքեր ներգրավված են եղել հայերի տեղահանության եւ սպանության մեջ։ Գործողության ղեկավարները դեռ ռեալիստներ էին։ Նրանք հասկանում էին իրենց ռեսուրսների սահմանափակությունը եւ հետեւաբար իրենց ջանքերը կենտրոնացնում էին հայ ժողովրդի ամենաօգյոզ դահիճներին վերացվելու վրա։ Արդյունքում նրանցից 41-ը դատապարտվել են մահապատժի։ Առաջին աղմկահարույց գործողություններից մեկը տեղի ունեցավ 1920 թվականի հունիսի 19-ին Թեֆլիսում, երբ սպանվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության նախկին վարչապետ Ֆաթալի Խանխոյսկին։ Գործողության ղեկավարների խոսքով նա 2018 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի ջարդի գլխավոր մեղավորներից էր։ Միաժամանակ վիրավորվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության արդարադատության նախկին նախարար Խադիլբեկ Ասմամեդովը։ Սպանությունը կատարել է Արամ Երկանյանը։ Մեկ ամիս անց հուլիսի 19-ին նույն Թիֆլիսում սպանվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ազգային խորհրդարանի փոխնախագահ Հասանբեկ Գայևը։ Նեմեսիս գործողության գլխավոր թիրախ է ընտրվել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Մեհմեդ Թալատ Փաշան։ Նրան լուծարելու հանձնարարություն է տրվել 23-ամյա երիտասարդին Սողոմոն Թեհլիրյանին։ Թեհլերիների ընտանիքի բոլոր անդամները սպանվել են ցեղասպանության ժամանակ։ Նա ինքն է ականատես եղել երկու քույրերի բռնաբարության ու սպանության մոր, հոր եւ եղբոր սպանության։
Թելերյանին հաջողվել է ողջ մնալ եւ թուրք զինվորները թողել են նրան մահանալու վիրավորների ու դիակների կույտի վրա։ Իր առաքելությունը կատարելու համար նա Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ ապրում էր այդ ժամանակ, մեկնում է Բերլին, որտեղ նրան հաջողվում է հետևել Մեհմեդ Թալիաթ Փաշային եւ բացահայտել նրա բնակության վայրը։ Ավելի ուշ Սարգամոն իր հուշերում կգրի այն մասին, թե ինչպես է առաջին անգամ տեսել Թալաթ Փաշային։ Նա մի երկու քայլ արեց պատշգամբում ու ուշադիր ուսումնասիրեց մայթը, սկզբում փողոցով վերև, հետո իջնելով։ Եվ կարծես ինչ որ մտքերի ծանրության տակ նա գլուխն իջեց։ Նրա կյանքը ըստ երևույթին հեշտ չի եղել աննկարագրելի հանցագործություն կատարելուց հետո։ Ամեն դեպքում չնայած 5-6 տարի անցավ, բայց վախը բաց չթողեց նրան։ Իր լայն ուսերին նա կրեց երկու մահապատիժ, Պոլսի զինվորական տրիբունալը եւ հայ հեղափոխական դատարանը։ Առաջինը հավանաբար իր համար իրական նշանակություն ուներ։ Նրան ազգին նվիրվածության համար մեծարելու փոխարեն հայրենի պետությունը նրան մահապատժի դատապարտեց սովորական հանցագործի նման։ Սակայն ժամանակը կարող էր հարթել այս թյուրիմացությունը։ Ապագա սերունդը կգնահատեր կատարվածը, եթե չլիներ Հայաստանի հեղափոխական դատարանի վճիռը։ 2021 թվականի մարտի 15-ի առավոտյան Ֆիլերյանը բազմաթիվ ականատեսների աչքի առաջ կրակել եւ սպանել է նախկին մեծ վեզիր Թալաթ Փաշային։ Տեր Հակոբյանի հրամանով նա մնացել է պատժիչ ակտիվայրում եւ սպասել ոստիկաններին ոտքը դնելով դիակի վրա։ Հետո նա թույլ է տվել իրեն ձերբակալել առանց դիմադրության։ Դա ցուցադրական կատարում էր։ Դատավարության ժամանակ Թելերյանը պետք է համաշխարհային հանրությանը փոխանցեր Թալաթի գործողությունները եւ հայ ժողովրդի ողբերգությունը։ Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես նախատեսել էր Տեր Հակոբյանը։ Փաստորեն Թելերյանի դատավարությունը վերածվեց Թալիաթ Փաշայի դատավարության։ Սարգամոն երկընտրանք ուներ։ Մեծ գայթակղություն կար դուրս գալ ժողովրդի վրիժառուի ուղիղ հայտարարությամբ, որը հետաքննության հետ փոխզիջումների չէր գնա։ Բայց Նեմեսիս գործողությունը դեռ շարունակվում էր եւ գործի որոշ մանրամասների ու հանգամանքների բացահայտում ՏՄ կարող էր խանգարել դրա իրականացմանը եւ վնասել նրա ընկերներին։ Ամենայն հավանականությամբ հենց դա է դրդել Թելերյանին իրեն ներկայացնել որպես մարդ, ով ինքնաբուխ որոշում է կայացրել վրեժ լուծել։ Իբր սեղանի հանդիպումը Փաշայից էր եւ դրա հետևանքները պատահական էին։ Ինչպես վերևում ասացի, դատարանի Թելերյանի հարձակումն էր, այլ նաև հենց Թալաթի, որպես հայ խաղաղ բնակչության ջարդերի կազմակերպչի նախորդ արարքը։ Դատավարության ժամանակ լսվեցին ցեղասպանության մանրամասները պատմող բազմաթիվ ցուցմունքներ, այդ թվում 1915 թվականի սեպտեմբերի 15-ի հեռագիրը, որը ծառայեց որպես Բերլինի դատաժամանության ժամանակ նրա մեղավորության ապացույցներից մեկը։ Մեջբերում եմ Արդեն հաղորդվել է, որ Ջամիեթի հրամանով կառավարությունը որոշել է ամբողջությամբ ոչնչացնել Թուրքիայում բնակվող բոլոր հայերին։ Նրանք, ովքեր դեմ կլինեն այս հրամանին եւ այս որոշմանը կզրկվեն քաղաքացիությունից, անկախ կանանցից, երեխաներից, հիվանդներից։ Որքան էլ ողբերգական լինեն ոչնչացման մեթոդները, առանց խղճի ձայնին կանչ դնելու, վերջ դրեք դրանց գոյությանը։ Այստեղ արժե փոքրիկ ծանոթագրություն անել։ Թուրքական կառավարությունը խնամքով թաքցրել է ցեղասպանության ակտը, այն ներկայացնելով հայ բնակչության տեղափոխում ներքին տարածք, հեռու ռուսական բանակի հետ հնարավոր շփման վայրերից։ Հրահանգներով հեռագրերը, որոնք ուղարկվել էին վիլոգետներին, պարունակում էին այդ հրահանգների անհապաղ ոչնչացման ուղղակի հրահանգ։ Որոշ նահանգապետեր, ըստ երևույթին անձնական անվտանգության նկատառումներից ելնելով, դեռևս պահպանում էին այս հրահանգները, եթե նրանք պատասխանատվության ենթարկվեին իրենց վայրագությունների համար։ Սա նրանց կարծիքով կարող է ծառայել որպես արդարացում կամ առնվազն մեղքի մեղմացում։ Նրանք ասում են, որ իրենց ստիպել են կատարել հրամանները։ Եվ պահպանված նմանատիպ հեռագրերը համալեցին ապացույցների բազան Կոստանդնուպոլսում Սուլթան Մեհմեդ Զի նախաձեռնությամբ ստեղծված տրիբունալի ժամանակ։ Բայց վերադառնանք Ֆիլերյանի գործին։ Նրան պաշտպանում էին 3 հայտնի եւ հարկված գերմանացի փաստաբաններ։ Իսկ պաշտպանական կողմի հիմնական փաստարկները հետեւյալն են՝ անձը չի կարող մեղավոր ճանաչվել, եթե արարքը կատարելու պահին նա տեղյակ չի եղել իր գործողություններից։ Եվ ահա մեղադրյալի հարցաքննության բացահայտող եւ իմ կարծիքով առանցքային պահերից մեկը, որը վարում էր դատավոր Լեմբերգը։ Մեջբերում եմ, դատավոր։ Ուրեմն ինչպես են սպանձել ձեր ծնողներին։ Տելերյան։ Մեր տեղահանության շարասյան ժանդարմներից մեկը քաշ տվեց քրոջս եւ մայրս սկսեց բղավել։ Ես չեմ ուզում հիշեցնել այս օրվա մասին։ Ավելի լավ է հիմա, քան խոսեմ այս մութ օրվա մասին։ Դատավոր, բայց ես պետք է ձեր ուշադրությունը, որ դատարանի համար շատ կարևոր է, որ այդ իրադարձությունները պատմվեն ձեր շուրթերով, քանի որ դուք միակն եք, ով կարող եք դրանք հաղորդել։ Փորձեք վերահսկել ինքներդ ձեզ։
Տելերյան, ես չեմ կարող ձեզ ասել այս ամենը, որովհետև ես ամեն անգամ նորից վերապրում եմ ամեն ինչ։ Քույրերին բռնեցին, տարան ինձ խփեցին։ Հետո տեսա, թե ինչպես կացնով ջախջախեցին եղբորս գլուխը դատավոր։ Քույր, որ տարել են, վերադարձել է Տելերյան, քաշքշելով բռնաբարել են դատավոր։ Նա վերադարձավ Տելերյան։ Ոչ, գլխին հարված ստացա ու ընկա գետնին։ Ես չգիտեմ, թե ինչ եղավ հետո։ Չեմ հիշում, թե որքան մնացի այնտեղ։ Երևի 2 օր։ Երբ արթնացա, շուրջը շատ դիակներ տեսա, քանի որ ամբողջ քարավանը սպանված էր։ Ես տեսա դիակների շատ երկար լեռներ։ Մորս դիակը երեսնիվայր ընկած էր գետնին, իսկ եղբորս դիակը վրաս էր։ Փաստորեն նման հարցեր տալով դատավորը չէր կարող չհասկանալ, որ աշխատում է պաշտպանական կողմի համար։ Այլապես ինչպես կարող էին Սագոմոն Թիլերյանի ապրած նմանատիպ սարսափները ազդել ժյուրիի վրա, առնվազն ամբաստանյանի նկատմամբ համակրանք առաջացնել։ Եվ լիովին պարզ չէ, թե ինչն է թելատավորի կողմից նման արդարացում խղճի կոչը, թե քաղաքական իրավիճակը պատերազմից հետո Գերմանիայում, որը, ինչպես գիտեք, Թուրքիայի դաշնակիցն է։ Հարցը բաց է։ Գործընթացը մեծ հնչեղություն ունեցավ։ Ամերիկյան եւ եվրոպական թերթերը լի էին դատավարության հետ կապված վերնագրերով, որը տևեց ընդամենը 2 օր։ Արդյունքում ժյուրին ընդունում է, որ Թելերյանը գործել է անմեղսունակ վիճակում։ Հետաքրքիր փաստ։ Այս դատավարությանը ներկա էր լրագրող Ռաֆայել Լենկինը, ով լսելով հայերի ջարդերի մասին վկաների ցուցմունքները, սկսեց ուսումնասիրել հարցի պատմությունը եւ ժամանակի ընթացքում առաջ քաշեց նոր եզրույթ՝ ցեղասպանություն։ Նեմեսիս գործողությունը չավարտվեց Թալատ Փաշայի սպանությամբ։ Վրիժառուների հաջորդ թիրախը Օսմանյան կայսրության մեծ վեզիր Սաիդ Հալիբն է, ով դեռ 2019 թվականի մարտին դաշնակիցների կողմից ձերբակալվել էր պատերազմ սկսելու մեղադրանքով եւ բանտարկվել Մալթայում։ Սակայն 1921 թվականին արդարացվեց եւ ազատ արձակվեց։ Նա ցանկանում էր վերադառնալ Կոստանդնուպոլից, բայց առանց թույլտվություն ստանալու գնաց Սիցիլիա։ 2021 թվականի դեկտեմբերի 6-ին սպանվել է, ամենայն հավանականությամբ Արշավիր Շիրակյանի կողմից, ով չի բռնվել եւ կարողացել է անարգել վերադառնալ Պոլի։ 2021 թվականի հուլիսի 18-ին Կոստանդնուպոլսում սպանվել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Բիգմութ խան Ջավանշիրը։ Նրան սպանել է Միսակ Թարաքյանը։ Գործողության մյուս մասնակիցներն էին Երվան Ֆունդուկյան ու Հարություն Հարությունյանը։ Երեակը մի քանի օր հսկել է տուժած։ Ի վերջո, հուլիսի 18-ի երեկոյան Բիգմութ խանը վերադարձավ իր հյուրանոց։ Դուրս գալով լիմուզինից նա 5 հոգով շրջապատված, որոնց թվում էին նրա կինը Թամարան ու եղբայրները, սկսեց քայլել այգով։ Միսակը, ով մոտեցել է Բիգբուդին, նշան է բռնել ու կրակել։ Սակայն գնդակը միայն քերծել է Բիգբադ խանը, ով կարողացել է բռնել Մարդասպանի դաստակից։ Բայց նա 2 անգամ կրակել է Բիգբուդ խանի կասկվանակին, որը հիվանդանոց տեղափոխվելուց որոշ ժամանակ անց մահացել է։ Մահից առաջ Բիգբուդն ասել է. «Ես անձնական թշնամիներ չունեմ, հայերն ինձ սպանել են»։ Փորձելով փախչել ոստիկանությունից, Մեսակը բռնվել է Բիգբութանի եղբոր կողմից, սակայն կարողացել է կրակել նրա աչքը։ Սակայն Մեսակը դեռ կալանավորված էր։ Նա ոստիկաններին ասել է, որ սպանել է Բիգբութխանին, քանի որ նրան պատասխանատու է համարում Բաքվում հայերի ջարդերի համար։ Շուտով նա ներկայացավ բրիտանական ռազմական տրիբունալի առջև։ Թարլոքյանը 3 հայ փաստաբան ուներ։ Հետևելով իր ղեկավարների ցուցումներին, որոնք որպես մոդել վերցրեցին հաջող Տելերյան գործընթացը, Թարլոքյանը կեղծեց էպիլեպտիկ նոպաները եւ տարբեր հոգեկան խանգարումներ։ Ողջ գործընթացի ընթացքում նա հավատարիմ է մնացել իր անցյալի մասին կեղծ տեղեկատվության։ Դատավարության ժամանակ Թարլոքյանը հայտարարել է, որ իր աչքի առաջ Բաքվում սպանվել են իր կինը, քույրը եւ նրանց երեխաները, իսկ ինքն էլ մի քանի գնդակային վնասվածքներ է ստացել։ Փաստորեն Թարլոքյանը Տրապիզոնից էր, որտեղ սպանվել էր նրա ընտանիքը, իսկ Բաքվում նա բարեկամներ չուներ։ Հոկտեմբերին տրիբունալը Թարլոքյանին մեղավոր ճանաչեց սպանության մեջ, բայց ոչ պատասխանատու նրա գործողությունների համար, քանի որ դա կատարվել է ուժի մեջ։ Ավելի ուշ նա արտաքսվել է Հունաստան, որտեղ ժամանելուն պես ազատ է արձակվել։ Դաշնակցականների անպագորգոր գործողությունները շարունակվեցին 2022։ Այսպիսով, այս տարվա ապրիլին Բերլինում Արշավիր Շիրակյանը նույն ինքը, ով սպանեց Սեյթ Հալիմ Փաշային եւ Արամ Երկանյանին, հետ կնկավ եւ սպանեց Տրապիզոնում հայերի ջարդերի պատասխանատու Ջիմալ Ազմիին եւ Շաքիր Բիհայդինին։ Նրանք կոչվում էին Տրապիզոնի դահիճներ։ 1922 թվականի հուլիսի 25-ի Թիֆլիսում շտաբ օգնության Կոմիգասյանը եւ Արտաշես Գիվարքյանը դատավճիռ են կայացրել Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջիմալ Փաշայի նկատմամբ, որն այդ ժամանակ Աֆղանստանի ռազմական ներկայացուցիչն էր։ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն, լսելով հանրապետության գլխավոր անվտանգության աշխատակից Շավար Շամիրխանյանի հաղորդումը, Ջիմալի նման մանկասպանության առնչությամբ որոշեց չեկային թույլ տալ ընտրովի ձերբակալություններ իրականացնել դաշնակցականների շրջանում, որ սպանությունը դաշնակցականների ձեռքի գործն է։ Անվտանգության աշխատակիցները ձերբակալել են մոտ 300 հոգու, սակայն նրանց այդպես էլ չի հաջողվել հայտնվել պատիժը կատարողների հետքերով։ 2023 թվականի օգոստոսի 9-ին բոլոր գործերը կարճվել են։
Սրա պատճառն այն էր, որ Դաշնակցություն կուսակցության կովկասյան խմբավորումները ստորագրել էին դրոյի հայտարարությունը։ Փաստաթղթում մասնավորապես ասվում էր, որ Դաշնակցություն կուսակցության կովկասյան կազմակերպությունն ամենաանկեղծորեն որոշել է չգործել խորհրդային իշխանության դեմ եւ չմիջամտել նրա գործունեությանը Հայաստանում։ Երիտուրքական եռատոնի մեկ այլ առաջնորդ Օսմանյան կայսրության պատերազմի նախկին նախարար Էնվեր Փաշան։ Նա փորձել է իր ծառայություններն առաջարկել բոլշևիկներին որպես Արևելքի եւ Թուրքեստանի փորձագետ։ 2021 թվականի ամռանը Բուխարա ուղարկվելով նա հեռացավ Բաչիի կողմը։ Սրանք զինված հակահեղափոխական ազգայնական միավորումներ են։ Բասմաչին սկզբում անվստահությամբ էր վերաբերվում խուսափողին։ Նա 3 ամիս գերության մեջ է եղել, սակայն հետո ազատ է արձակվել։ Ավելին նա նշանակվել է Բուխարա եւ Խիվա ջոկատի գլխավոր հրամանատար։ Օգոստոսի 4-ին Էնվեր Փաշան մահացել է Չագան գյուղում տեղի ունեցած ճակատամարտում։ Վարկածներից մեկի համաձայն նրան սպանել է հայ Յակոբ Մելքումովը, որը ժամանակավորապես կատարում էր Մեկին Թուրքեստանի հեծելազորային դիվիզիայի հրամանատարի պարտականությունները։ Նեմեսիս գործողության մասնակիցներին չի հաջողվել սպանել երիտուրքական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Միասնություն եւ առաջընթաց Զիմոբեին։ Նա հասկացել է, որ թիրախը եւ փաստացի թաքնվել է Գերմանիայում գտնվող դաշնակներից ոստիկանների պաշտպանության ներքո։ Զմյուրնիայի գրավումից հետո նրան թույլ են տվել վերադառնալ Թուրքիա, քաղաքական գործունեությամբ չզբաղվելու պայմանով։ Բայց 1926 թվականի հունիսի 17-ին նա ձերբակալվեց Մուստաֆա Քեմալի կյանքի դեմ, դավադրություն կազմակերպելու մեղադրանքով եւ մահապատժի ենթարկվեց։ Նա ոչ մի մեզից չի խնայել հայերի դավաճաններից։ Դրանցով զբաղվել են դեռևս 1920 թվականին Կոստանդնուպոլսում։ Իթիվս այլոց սպանվել է նաև Մկրտիչ Հարությունյանը, ըստ սադիստ Թուրքիայի գաղտնի ոստիկանության քաղաքական ճյուղի անդամ Արշավիր Շիրակյանին։ Մահապատժի ենթարկվել նաև 2015 թվականի ապրիլին Պոլսի հայ մտավորականության ցուցակով թուրքերին հանձնված Մայակա Ռամյանցը եւ Արշավիր Եսանյանը։ Հարկ է նշել, որ տերակոպյանների եւ մեր կողմից պատրաստված լուծարային ակտերի եզակի առանձնահատկությունն այն էր, որ դրանց կատարման ընթացքում ոչ մի անցորդ չի տուժել։ Կատարողների յուրաքանչյուր խումբ ներառում էր 3-ից 5 հոգի, ովքեր դիտարկումներ էին հաստատում պոտենցիալ զոհի մասին եւ որոշեցին հարձակման վայրն ու ժամանակը։ Եթե դատապարտյալը թիկնապահներ չի ունեցել, ապա ակցիայի է ուղարկվել 1 հոգի։ Հակառակ դեպքում 2-3 հոգի կարող էին միաժամանակ հարձակվել նրա վրա։ Նեմեսիս գործողության մասնակիցների ճակատագիրն այլ է ստացվել։ Հակոբ Տերակոպյանը դարձավ հայ նշանավոր գրող, բանաստեղծ եւ փիլիսոփա։ Մահացել է ԱՄՆ-ում։ Գրիգոր Միրջանովը Դաշնակցություն կուսակցությունը լքել է 1922։ Նրա ղեկավարությանը կարգապահության բացակայության մեջ մեղադրելով նա ապրում էր Հայ Քափազյանը եղել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր։ Արշավի Շիրակյանը Նյու Յորքում բացել է արևելյան գորգերի խանութ։ Արամ Երկանյանը շատ երկրներ է փոխել։ Արգենտինայում եղել է Իմ Հայաստան թերթի խմբագիրը։ Սագամոն Տիլիրյանը երկար ժամանակ ապրել է Սերբիայում։ Մահից առաջ տեղափոխվել է ԱՄՆ։ Ընկերներ, եթե նկատեցիք, այս պատմության ընթացքում ես փորձեցի բարոյական եւ էթիկական գնահատականներ չտալ Նեմեսիս գործողության մասնակիցներին եւ հիմնական հանգամանքներ այն ժամանակվա Նեմեսիս, կոչվող աննախադեպ գործողության։ Սա հայկական արձագանք նախագիծն էր, որը նվիրված է հայոց պատմության նշանակալից իրադարձություններին եւ իհարկե այս պատմությունը կերտած մարդկանց։ Կհանդիպենք նորից, սիրելի ընկերներ։